Արտադրողը տենում եք, գյուղացին ինչ խնդրի առաջ է կանգնած, բերքը լսում է ծառերից ներքև, ոչ մթերում կա, ոչ բան կա, ժողովուրդը սաղ տարին տանջվել են վարկերով, տոկոսներով բերք են մշակե, այսօր սաղ արտադրանքը մնացել է, դուրս չի գալիս, Ռուսաստանը չի ընդունում գյուղացու բերքը, 2-3 օրից արդեն ծիրանի բերքավակ սկսվի, արդեն հասնում է ծիրանը, նույն վիճակը արտանում չկա, գյուղացին չգիտի ինչ պետք է անի, իր մշակած բերքը սաղ տարին տանջվել է, կարկուտից, սրտից, անձրևից ինչ էլ կա, էդ էլ սա լսում է ներքև ծառերից, արտանում չկա։ Գիլասը այս պայն այնքան լճացում է, որ ընտիր մշակած գիլասը 200 դրամ, 300 դրամ շուկան, տեղական շուկայում, վաճառք չկա, ժողովուրդը օրը մնում են շուկան, վերջում բերում լցնում են զիբիլը, ինչ պետք է անեն։ Արտանում չկա, ամեն տարի այս սեզոնին, այս ամիսներին արդեն սկսվում էր աժուտաժը ժողովուրդը, ֆուրերը գալիս էին, մթերում կար, 1000 դրամից սկսվում էր մթերումը, այս տարի 500 դրամ սկսվել է տեղական բազարում ծախվել է, այս պայդությամբ 200 դրամ չի վաճառվում, կոնկրետ գիլասի մասին է խոսքը, թութը որ վաբշե ահավոր է, մարդիկ թողում են լսում է ծառերի տակը, հեսա տեսը գետինը սաղ լցված թութը, ինչ վիճակ է, թութը 3-4 օրվա կյանք ունի, ոնց պետք է գնա հասնի Եվրոպա, մինչև հասնում ես Մոսկվայից հասնում շուկան, որ վաճառես, իր կյանքը մի օր է, հազիվ ենք հասնում, մի օր, 2 օր, որ վաճառես, այդ ոնց պետք է գնա հասնի օրովստից Եվրոպա, չգիտեմ ինչերով պետք է գնա հասնի Եվրոպա, թե Եվրոպան պետք է գա Հայաստանում ուտի էդ հա, ոնց որ Փաշինյանն ասում, լոլիկ այս պայդրությամբ էլի 200 դրամ, 300 դրամ տեղական բազարում է, բայց խանութներում 5-600 դրամ են վաճառում այս պայն, բայց շուկայում այս պայդրությամբ 300 դրամ է, բերքը մշակել ենք արտանում չկա, մթերում չկա, կոնկրետ ասում են թութը գործարանը գոնե կընդունի, ոչ էլ գործարանը թութը ընդունեց, գիլասը նույն վիճակն է, ծիրանի մասն էլ դե 3-4 օրից արդեն Սուրեն ավան արմաշ, ինչքան գիտեմ, իմ տեղեկություններով արդեն հավաք է գնում, բայց ինչ, մթերում չկա, մարդիկ կային եկել էին մթերողները, որ արդեն ժողովուրդը հետ պայմանավորել են գին, ամեն ինչը 2-3 օր առաջ ժողովրդին ասել են, որ չենք մթրելու, որտեվ Ռուսաստանը չի ընդունում մեր բերքը։ Այս հավը տանեմ ինչ Եվրոպա, մենք Եվրոպա տեսել ենք կյանքներիս մեջ, Եվրոպան որտեղ, մենք որտեղ, ոնց ենք արտահանելու, ով է գալու տանի Եվրոպա։ Փաշինյանը խոսում է, մարդիկ էլ հավատում են։ Ինչ է, Եվրոպան թողա հենց հիմի տանի թութը։ Իսպանացին է գալու ուտի։ Թե տուրիստները Ըստ տեսնում որ իշխանափոխություն պետք է լինի, որ այս հարցը լուծվի։ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը խոսք են տալիս, որ իրանց ասնելու դեպքում սաղ ճանապարհները կբացվեն։ Տեսակ ինչ են դրա խախտումներով, ինչերով, ինչ դարձավ։ Մենք չգիտենք։ Այս է մեր ժողովրդի վիճակը, նայեք, բերքը գետին մնացած, մարդիկ արտահանում չունեն։ Ես թութը հանել եմ 1500 դրամի վախտը, այս տարի առաջից բերքը ես մցրել եմ, ծախել եմ խոսքի 500 դրամ ախպեր, այսինքն մի ամանի մեջ է 1000 դրամ ախպեր պակասալ է, մի կիլոյի մեջ է, բա հիմի էդ հալով ինչ ալում թութը, իշտում է Ռուսաստանից հետ եկավ, ժողովուրդը էլ ինչ անում, դե բերքը նայեք տակ ախպեր, ինչ է կատարվում, ոչ է թափ ենք տալիս էլ, թութ մեզի պետք չի, եսի Նիկոլի իրեսից է էլի, Ղարաբաղի պատմությունն ալում ախպեր, կոնկրետ, ես էդ եմ նայում, ինքը եթում է դեպի Թուրքիա։ Իսկ եվրոպական շուկա, ասում է, թե Ռուսաստանը չտանի եվրոպական շուկա։ Սուտ հայտիկ, մեր ապրանքը չի կար այդ հանդեպ։ Ապեր ես հիմի կոնկրետ ոչ մի բան էլ չեմ տենում։ Ոչ մի բան։ Անցած տարի խոսքի թութը ծառի տակից են տարել։ Իսկ այս տարի ումը զանգում ես, ասում ախպեր չի ծախվում։ Ոչ մեկին է չես կարա մեղք տնես։